խաղաղություն, կայունություն, ժողովրդավարություն և տնտեսական բարեկեցություն։ Այս 4 ուղղությունն է Հայաստանի կառավարությունը պահում իր քաղաքական օրակարգի առանցքում։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկա տարիների զարգացման առաջնահերթությունները, դրանք կապելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, տնտեսական նոր հնարավորությունների և հարևանների հետ հարաբերությունների փոփոխվող միջավայրի հետ։ Մեր կառավարության առաջնահերթությունները խաղաղությունն են, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարեկեցությունը։ Մենք ցանկանում ենք, որ այս 4 ուղղություններն ամրապնդեն միմյանց, ստեղծելով վստահելի միջավայր մեր քաղաքացիների համար։ Այս մոտեցումն է նաեւ հիմք դառնում մեր արտաքին քաղաքական հաշվարկների համար, հատկապես տարածաշրջանային փոփոխությունների պայմաններում, եւ մենք տեսնում ենք, որ հենց խաղաղության օրակարգը կարող է բացել զարգացման նոր հնարավորություններ։ Վարչապետի խոսքով խաղաղության հաստատման ընթացքը միայն քաղաքական փաստ չէ, այլև տնտեսական նոր իրականություն ձևավորող գործոն է։ Նա նշել է, որ հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը, բաց սահմանները, երկաթուղային կապերը եւ հարևանների հետ առևտրի ակտիվացումը կարող է փոխել Հայաստանի տնտեսական ռիթմը, ստեղծելով նոր շուկաներ եւ ներդրումային հետաքրքրություն։ Այս խաղաղությունը մեզ համար նոր իրողություն է, որովհետեւ երկար տարիներ մեր տարածաշրջանում գերակշռել է հակամարտության տրամաբանությունը։ Պատկերացրեք երկաթուղային կապ, բաց սահմաններ, առևտուր բոլոր հարևանների հետ։ Սրանք գործոններ են, որոնք ամբողջովին նոր են մեզ համար։ Մենք արդեն տեսնում ենք շոշափելի տնտեսական աճ եւ համոզված եմ, խաղաղությունն իր դրական ազդեցությունն ունի հասարակական ու սոցիալական կյանքի վրա։ Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաեւ ընտրություններին ընդառաջ տեղեկատվական վտանգներին, նշելով, որ ապատեղեկատվության դեմ պայքարում կարևոր է անմիջական կապը քաղաքացիների հետ, հնարավորինս թափանցիկ ու բաց խոսքը։ Նա նաեւ ընդգծել է, ժողովրդավարական համակարգում վերջնական որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայաստանը ժողովրդավարական պետություն է եւ մեր ժողովուրդը հնարավորություն կունենա ժողովրդավար ճանապարհով որոշելու երկրի ապագան։ Այո, մենք բախվում ենք լուրջ ապատեղեկատվության, տարբեր ասեկոսեների, պնդումների եւ փորձերի ազդելու հասարակական տրամադրությունների վրա։ Իմ տեսանկյունից ամենաարդյունավետ քայլը ուղիղ հաղորդակցությունն է, խոսել հնարավորինս անմիջական, թափանցիկ, ազնիվ ու անկեղծ։ Քաղաքական գործչի համար ամենակարևորն այն է, որ կարողանա լինել համոզիչ, փաստերով եւ պատասխանատվությամբ։ Վարչապետը ներկայացրել է նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման համատեքստում քննարկվող ռազմավարական ներդրումային նախաձեռնության մանրամասներ, ընդգծելով դրա ենթակառուցվածքային ու տնտեսական չափերը։ Նրա խոսքով նախագիծը ենթադրում է երկաթուղային կապերի զարգացում Հայաստանի տարածքով, ստեղծելով նոր երթուղի արևելք-արևմուտք ուղղությամբ եւ ընդլայնելով Հայաստանի կապը դեպի հարավ։ Փաշինյանի խոսքով այս փուլում Հայաստանն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնում է նախաձեռնության իրավական շրջանակը, ընդգծելով, որ գործընթացը պետք է ունենա հստակ կանոններ եւ կանխատեսելի միջավայր ներդրումների համար։ Վարչապետը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշելով, որ երկխոսությունը վերջին շրջանում ակտիվ է, սակայն կարևոր է, որ այն վերածվի գործնական որոշումների, հատկապես սահմանների եւ տրանսպորտային նախագծերի մասով։ Վերջին տարիներին Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն կա եւ ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցավ նաեւ իմ առաջին երկկողմ աշխատանքային այցը Թուրքիա եւ կարող եմ ասել, մենք ունենք դրական շփումներ, բայց մյուս կողմից իրավիճակն արդեն հասունացել է, որպեսզի այդ երկխոսությունը վերածվի գործնական քայլերի, հատկապես սահմանային թեմայի շուրջ։ Սահմանը փակ է 90-ականների սկզբից եւ մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, նաեւ տրանսպորտային նախագծերի առաջընթացը։ Նա նաև ընդգծել է, Վրաստանի եւ Իրանի աջակցությունը խաղաղության գործընթացին կարևոր գործոն է եւ տարածաշրջանի երկրները իր գնահատմամբ արդեն սկսում են զգալ խաղաղության հնարավոր օգուտները։ Վարշավայում Փաշինյանը հանդիպել է Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել այցի նպատակների, Հայաստան-Լեհաստան գործակցության հեռանկարների եւ կառավարության առաջնահերթությունների մասին։ Պաշտոնական ծրագրում եղել է նաև այցելություն Լեհաստանի ազգային գրադարան, որտեղ վարչապետը ծանոթացել է հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցադրությանը, ներառյալ Սկևրայի ավետարանի ցուցադրությունը։ Լեհաստանի ազգային գրադարանի տնօրեն Տումաշ Մակովսկու խոսքով գրադարանում մեծ ուշադրություն են դարձնում տարբեր ժողովուրդների մշակութային ժառանգության ներկայացմանը եւ հայկական նյութերը եւս գրադարանում կարևոր տեղ ունեն։ Սկևրայի ավետարանն առանձնահատուկ արժեք է ոչ միայն որպես ձեռագիր, այլև որպես պատմական հիշողության կրող։ Այն ներկայացված է մշտական ցուցադրության մեջ համապատասխան պահպանության պայմաններով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։